Երկու տարի խնդրում եմ պաշտպանության նախարարին, ասում եմ բանակում շաբաթը մեկ է զորքը լողանում, հնարավորություն ստեղծենք թող ամեն օր լողանա, ինչի՞ց է խնդիրը ծագի, 24 թվականի պատգամավորներից մեկը փակ մեր հանդիպման ժամանակ հարց տվեց, թոքաբորբով զոհ էինք ունեցել, մահվան դեպք էինք ունեցել բանակում, որ Սառա ջրով հավանաբար լողացել է, դե ասեց մենակ մեր բանակում չի, որ շաբաթը մեկ է, բազմաթիվ բանակներում տենց է, ուսումնասիրեմ տասնյակ բանակների փորձը, բազմաթիվ երկրներում զինվորները ամեն օր լողանում են, Հայաստանում աֆրիկական մի քանի երկրներում ու տենց թերի զարգացած երկրներում որ շաբաթը մեկ են լողանում, ասել եմ լրացուցիչ սաղ չի, սա առաջարկեմ, ասել եմ խնդրում եմ, ստեղծենք հնարավորություն մեզ զորքը ամեն օր լողանա, դե 2 տարի անցել է նույն վիճակն է, հա հիմա ունենք որոշ տեղեր, նոր կառուցված տեղեր, բայց փոքր տոկոսակազմը, որ զորքը կարող է ամեն օր լողանա, բայց մեծամասամբ մեր տղեկը շաբաթը մեկ են լողանում, դե թող պաշտպանության նախարարության ղեկավար կազմը շաբաթը մեկ լողանա, դե թող ուրեմն միջև այդ խնդիրը չլուծեն, իրանք շաբաթը մի անգամ լողանան, տենամ կարան Բա մեր զորքի համար չի պիտի մենք լավ պայման։ Ես հիմա առաջ անգամ եմ հրապարակային ասում, ուղղակի այլ հնարավորություն էլ չունեմ իր մեջս պահելու։ Ինչ չեն կարող բռնեն։ Երբ Ալեն Սիմոնյանն ասում է, որ Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխիքը։ Չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին, ուրիշ ասելու եմ։ Փաշինյանը կողմից ձեր նախագծին վերջին ասուլիսի ժամանակ երբ որ ձեզ էր անդրադարձել, նա բավականին կոշտ էր խոսում, ասում էր, որ այդ հարցին արդեն անդրադարձել եմ։ Այսինքն ազդել են նրա։ Նման բան չի ասել վարչապետը, անցել է ամիսներ իմ նկատմամբ քրեական գործեր չի հարուցվել, որևէ քրեական գործ չկա, ոչ դեռ ոչ էլ առաջիկա չկա նման բան, չի կարող հարուցվել, այսինքն պետք է լինի հնարովի գործ, իսկ մեր պետությունում հեղափոխությունից հետո չի կարող, ես ամեն դեպքում հույս ունեմ, որ նման բան չի կարող լինի, ու չկա տենց բան, խնդրում տենց վերնագրեր մի դրեք, որ Սարգսյան Հայկը ասեց, չի կարող նման բան լինի, չկա, նման քննարկում չկա։ Վարչապետի տրամադրությունը ես առանձին հանդիպում չեմ ունեցել վարչապետի հետ, վարչապետի հետ իմ հարաբերությունների մասին խոսալու առիթներ չգիտեմ ունեցել եմ թե չէ, մենք ունեցել ենք շատ ջերմ ընկերական մոտ հարաբերություններ մինչև 2018 թվականի մայիսը, երբ վարչապետը դարձել է հանրապետության վարչապետ։ Ես իրան համարել եմ ինձ հարազատ եղբայր։ Իմ ավակ եղբայր ու մենք տենց ենք հարաբերվել։ Հիմա Վարչապետ դառնալուց հետո այդ հարաբերությունը չի կարող շարունակվի, որովհետև եթե դու չես կարող քո ընկերոջը ամեն պահի զանգել, կապը կորում է ու այդ ընկերությունը չի կարող շարունակվի։ Ու ես դա բնական եմ համարում ու նորմալ եմ համարում։ Եթե առաջիկա 10, 20, 30 տարվա ընթացքում կլինի մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, մենք էլի կլինենք ընկերներ, այժմ մեր ընկերությունը փաստացի չի շարունակվում։ Այսինքն կա ընկերությունը, բայց չի շարունակվում։ Պարոն Սարգսյան, դուք նշեցիք, որ փակ նիստից